Avoy ուտով վրա կրակել են, թող իրանք էլ ուղեղներին զոր տան։ Մենք ինչ ենք խառնվել իրար։ Դու իսկականից չես հասկանում, թե ձև ես տալիս, որ չես հասկանում, Սերգո։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ, Սեմ։ Ուղղակի չեմ հասկանում, թե ինչի ես փորձում այդ խնդրը մեր վզով փաթաթես։ Որովհետև նրանց վրա կրակել են Դավոյի սպանությունից ընդամենը 1 օր հետո, ու դա չէր կարա պատահականություն լինել։ Պապ, դու ամեն ինչ ճիշտ ես ասում, բայց այսքանիցս բացի ոչ մեկ չգիտեր, որ Դավոն էլ չկա։ Հերդ ուզում ասի, որ Զակաշիկը մեզանից մեկը կարա լինի, չես եմ։ Եթե մենակ մենք գիտենք դրա մասին, ուրեմն հա, ուրիշ տարբերակ չկա։ Դու լուրջ մտածում ես, որ այդ իմ ձեռի գործն է։ Դու ինքնագլուխ որոշել էիր Դավիթին բաց թողնել։ Բայց դրանք տարբեր բաներ են։ Իսկ կարող ես դու ես փորձել սպանել Սեմ։ Ուղղակի հիմա մեզ խոսցնում ես, որ ռեակցիաները ստում ես։ Այդքան նման եմ հիմարի։ Իսկ ես նման եմ։ Սեմ, դու շատ լավ գիտես, որ ոչ ես, ոչ Վիգենը չէինք անի այդ առանց քո համաձայնության, չէ՞։ Գիտեմ, բայց ինձ 100% վստահություն էր պետք ունենալ։ Ու ունեցա։ Ու հիմա մենակ մի մարդ կա, որը կարար էդ աներ, ու այդ մարդը Ջիվանն է։ Լուծվեց հարցը։ Այսօր կտեղափոխեն Կարինեին։ Դա շատ լավ է։ Ասալսում եմ։ Ոնց որ կասկածում էի։ Այդ մենթերը վկային որպես խայծ են օգտագործում։ Որտեղ ես գիտես։ Իմ մարդն է տեսել, ամեն ինչ իր աչքով տեսել է։ Իսկ ավելի կոնկրետ շախ։ Վկային ուզել են սպանել, այն էլ մենթերը չեն թողել։ Դրան բռնել են։ Սնայպեր աշխատել ու քիլերին սպանել է։ Տեսեմ, ամեն մանրուկ, հաշվեն առել, ամեն մանրուկ։ Դրա համար է մինչև հիմա չեն կարողանում դուրս գալ այդ մարդկանց վրա։ Լավա քեզ լսեց, թե չավոյին գետալու էին թագարտակն էին, դե հետո արի ապացուցի, որ գնացել ես խոսելու։ Հաստատ թեմա ենք բռնելու։ Լորդ, լավ կլինի, որ Ավոն չիմանա մեր պլանների մասին, որ ես իմացել եմ ու չեմ ասել։ Դու չէ շախճան, պետք չի ավելորդ լարվածություն ստեղծել մեր մեջ։ Դու են ասա սրբուկը ոնց հա։ Արդեն տանն է, կամոք որոշել է, որ այդ զիբիլից ազատվի։ Ես քեզ խնդրում եմ շախ ու շատ իրեղիր։ Այդ անդերից կատարվելը շատ դժվար բան է։ Հեշտ չի լինի, գիտեմ։ Չէ, խելքս բան չի կտրում։ Ջիվանը ռիսկին չէր գնա։ Արդեն գնացել է, երբ սպանեց Դավիթին։ Ու իր կաշին փրկելու միակ շանսը Ավոյի ու Ռազի սպանությունն է։ Եթե նրանք չկան, ոչ ոք չի խորանա այս թեմայի մեջ։ Ավոն լուրջ ավտորից է այս քաղաքում։ Ու հաստատ թեմայի մեջ խորացողներ կհայտնվեին։ Մեկը ասենք լորդը։ Ոչ մեկն էլ չէր խորանա։ Մի քիչ կբզբզային, հետո մոռացության կմատնվեր կգնար, առաջի դեպքը չի։ Բարի օր ձեզ։ Բարի օր։ Արի տեղավորվի, նստի։
Ես քիլլերներին ուղարկել, որ Ավոյին ու Ռազին խփեն։ Նստի տեղդ ու հարցիս պատասխանի։ Չէ, Սեմ, ես չեմ։ Հետի ինչին էր պետք։ Պետք է ստրախով կեքեիրարը, որ հետագայում Ավոն ու Ռազը քեզ պատին դեմ չտային ջիվան։ Եթե ես այտենց մտածեի, դա կլիներ ամենամեծ հիմարությունը, Վիգեն։ Ես ինձ զորով չէի տանի գծեի գելի բերան։ Այդ մենք շուտով կիմանանք, ջիվան։ Ու գիտես ինչի։ Որովհետև քիլլերներից մեկին Ավոն բռնել է, իրա մոտ է։ Ու մենք շուտով կիմանանք պատվիրատուի անունը։ Ու եթե դու ես, քեզ դաժան, շատ դաժան մահ է սպասվում, ջիվան։ Ես մտածելու բան չունեմ, որովհետև ես չեմ պատվիրատու։ Ու հետո պետք չի իմ ուժեր այդքան գերագնահատել։ Առանց ձեր պաշտպանության ես ոչ մի բան եմ։ Հետևաբար ես այդ քայլին ինքնագլուխ չէի գնա։ Հետո մի բան էլ կա, որ ուզում եմ բոլորդ լսեք ու հետևություններ անեք։ Դավոյին ու տղերքին ես իմ կամքով ու ցանկությամբ չեմ սպանել։ Ես հասկանում եմ ռիսկի չափերը։ Ես հասկանում եմ, որ այդ քայլով մահվան դատավճիռ եմ ինձ ենթարկում։ Բայց Սաթենն ասեց, որ դա պիտի արվի Կազումյանների ընտանիքի պաշտպանության համար։ Ու ես էլ արեցի։ Սաթենը չի ես ընտանիքը ղեկավարում։ Ես գիտեմ, Սեմ։ Բայց ես արել եմ այն, ինչ ինձանից պահանջվել է։ Ավարտին հասցնել սկսած գործը, վերացնել միակ վկային, լորդի աղջկան։ Ես աշխատում եմ այդ ուղղությամբ։ Ուր ես փախնում, Ինչի համար ես փախնում, բան էիք պայմանավորվել։ Չէիր մտածում, որ կարող է վրի պես, բա որ ինձ խփեիր։ Ես երբեք չեմ վրիպում, Վիգեն։ Ուր է Շավոն։ Պայեստ եմ ուղարկե։ Սեմը չի ուզում, որ թաթախվի ես պատմությունների մեջ։ Սպասի, Սեմ։ Գիտեմ ինչ ես մտածել, բայց Սաթենը նույն սխալը երկրորդ անգամ չէր կրկնի։ Ստեղ բարդ բան չկա։ Մեզնից բացի երկու մարդ կարար է տաներ։ Եթե ջիվանը չի, ուրեմն Սաթենն է։ Գիտեմ կարող է չընդունես, բայց կարող է լրիվ օտար մարդ լինի, ով հին հաշիվներ է ունեցել Ավոյի հետ։ Հարցը հիմա այդ չի, Սերգո։ Քիլլերը Ավոյից մոտ է, ու եթե կնոջս մատը խառն է այդ գործին, նրան պետք է արագ փախցնել քաղաքից։ Գալիս եմ հետդ։ Հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ հրաշքով եմ ողջ մնացել։ Երկու անգամ պերեդոզից սիրտս կանգնել է հազիվ են հետ բերել։ Մի անգամ դոզայի տակ ավտոև շուռ եմ եկել։ Մի խոսքով մի հատ սարսափ երազի մեջ էի, որ չէի կարում դուրս գայի։
Իսկ փորձում էիր։ Անդադար։ Ուղղակի հարցի իմ համար շատ սխալ էի ձևակերպում։ Ինձ թվում էր այդ ֆիզիկական կախվածությունը։ Ինչի այդպես չի։ Չէ։ Խնդիրը հոգեբանական էր։ Գլխիս մեջ։ Ու ոնց հաղթահարեցիր։ Մի մարդու օգնությամբ։ Իր մասին քեզ պատմել եմ։ Մեր առաջին հանդիպման ժամանակ մի բան ասեց, որ մինչև հիմա գլխիս մեջ տպված է։ Ինչ ասել։ Թմրամոլությունը հիվանդություն չի, այլ գաղափար։ Այդ ոնց։ Շատ սովորական։ Թմրամոլությունը ոչ թե հիվանդություն, այլ գաղափար այն մասին, որ թմրանյութը քեզ առավելություն է տալիս։ Օգնում է հաղթահարես կրիզիսը, քեզ լավ զգաս։ Բայց երբ հասկանում ես, ամեն ինչ փոխվում է։ Կարո՞մ ծխեմ։ Հա, իհարկե։ Հիմա մոխրաման կգնա։ Ամենակարևորը դու արդեն արել ես։ Դու որոշում ես կայացրել։ Բայց գիտես, տասնյակ հարյուրավոր դեպքեր գիտեմ, որ մարդիկ պայքարել, հետո նորից նստել են ասեղի վրա։ Ես էլ քեզ կարամ տասնյակ հարյուրավոր օրինակներ բերեմ, որ մարդկանց դա հաջողվել է։ Ու այդ օրինակներից մեկը հիմա քո առաջ նստած է։ Դու պիտի համակերպվես այն մտքի հետ, որ սկզբում շատ դժվար է լինելու։ Ու վերացրու քո մեջից այն գաղափարը, որ քեզ թմրանյութ է պետք։ Իսկ դու կօգնես ինձ։ Անպայման։ Շնորհակալ եմ։ Դու կարող ես։ Ես հավատում եմ։ Մնում է դու քո ուժերին հավատաս ու ամեն ինչ կստացվի։ Ձեզ արդեն 3-րդ անգամն եմ ասում, որ չեմ տեսել, թե ով է կրակել ավետի վրա։ Ննջասենյակում էի, երբ կրակոցի ձայները լսեցի։ Վազեցի պատոհանի մոտ ու տեսա միայն ավետին։ Մի տղամարդու հետ կանգնած խոսում էր։ Դուք ճանաչում եք այդ տղամարդուն։ Անունը գիտեք։ Ոչ, բայց ավետի հետ էր։ Ավոն ամբողջ գիշեր ձեր տանն է եղել։ Այո, մենք հին ընկերներ ենք։ Պարզապես զրուցում էինք։ Եվ վստահ եմ, նա ձեզ նախորոք ասել է, թե ինչպես պետք է պատասխանել ոստիկանության հարցերին։ Այո։ Այո, ասել է։ Հասել է, որ պատմեմ միայն ճշմարտությունը։ Լավ։ Եթե ինչ-որ բան հիշեք, զանգարեք, խնդրում եմ։ Ցտեսություն։ Հաջողություն։ Կարող եք նկարագրել ձեր վրա կրակող անձին։ Դեմքը չեմ տեսել, մոտոցիկլավարի շլեմով դեմքը փակ էր։ Իսկ մոտոցիկլետի համարանիշը կարող է հիշեք։ Չէ։ Դեպքի վայրում երկու տարբեր ատրճանակներից բաց թողած փամփուշտների պարկուշներ են հայտնաբերվել։ Ու ենթադրում եմ, որ դուք էլ պատասխան կրակ եք բացել մարդասպանի ուղղությամբ։ Սխալ ես ենթադրում։ Մեզ մոտ զենք չի եղել։ Այսինքն երկու տարբեր ատրճանակներից են ձեր վրա կրակել։ Դա պետք է իրանցից հարցնել։ Ավո, դու հասկանում ես, չէ՞, որ եթե քեզ որոշել են սպանել, մի մահափորձով չեն սահմանափակվի։ Օգնի այդ մարդկանց գտնենք։ Տղես արդեն 2 շաբաթից ավել անհետացած է համարվում։ Գոնե ինֆորմացիա ունեք, ովքեր են նրան արևանգել։ Չէ։ Ու գիտես ինչու։ Լուսավորի։ Ահա ես էլ գիտեմ, դու էլ գիտես, որ այդ առևանգիչները ձեր շրջապատից են։ Բայց դուք չեք ուզում մեր հետ համագործակցել։ Անուններ չեք տալիս։ Բայց փոխարենը
ակնկալում եք ինչ-որ արդյունքներ։ Մի հարցիս անկեղծ պատասխանի։ Պատասխանի ծնողին։ Ոչ թե հանցագործին, որ իմ մեջ տեսնում ես։ Վկան կոնկրետ բան ասել, հա։ Ահա, ես էլ եմ ծնող, ու կպատասխանեմ ոնց կա։ Չի տեսել, թե ովքեր են հետապնդել քո տղուն։ Բա այդ դեպքում ինչի են նրան ցանկացել սպանել։ Ենթադրում եմ, որ իրանց 100%-ով ապահովագրելու համար։ Ուրիշ բացատրություն չկա։ Շնորհակալ եմ անկեղծ պատասխանի համար։ Ահա ես հասկանում եմ, որ քեզանից համագործակցություն սպասելը առնվազն միամտություն է։ Բայց եթե ինչ-որ ինֆորմացիա ես տիրապետում, որը կօգնի գտնել քո տղուն։ Եթե տիրապետեի, տղես հիմա իմ մոտ կլներ։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ դշոու համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում են հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի դշոու համերգասրահում։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկել հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentallux։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentallux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Տարվա ամենասպասված հայկական համերգային երեկոն Ակուակալենտեի շքեղ դշոու համերգասրահում հուլիսի 25-ին տեղի կունենա լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի մենահամերգը։ Շտապեք ձեռք բերել ձեր տոմսերը հենց հիմա, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Բաց մի թողեք բացառիկ հնարավորություն վայելելու անմոռանալի երեկո եւ կենթանի հանդիպում ունենալ լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանի հետ։ Դե ինչ, հանդիպում են հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6:30-ին Ակուակալենտեի դշոու համերգասրահում։ Եվ որ գնա սենյակդ։ Ինչի, պապ։ Որ ասում եմ գնա ուրեմն գնա ավելորդ հարցեր մի տուր։
Կբացատրես ինչա կատարվում։ Ավոյի ու ռազի սպանության պատվերը դու ես տվել։ Ավոյին ու ռազին սպանել են։ Չէ, հրաշքով փրկվել են, բայց կիլերներից մեկը իրանց մոտ է, ու շուտով պատվիրատուի անունը կիմանար, եթե արդեն չգիտեն։ Սաթեն, ասա, որ դու դրա հետ կապ չունես։ Սեմ, դու գիտես, ես երբեք չեմ երդվում։ Բայց հիմա դա կանեմ։ Առաջին ու վերջին անգամ։ Երեխաների սարևով եմ երդվում։ Ես դրա հետ կապ չունեմ։ Դրանք պատահական գրակոծներ չեն։ Դավիթի սպանությունից մի օր հետո ընդամենը գրակում են Ավոյի ու այդ մյուս տղայի վրա։ Ես էլ էդ եմ ասում։ Փաստն է, որ մեզանից ոչ մեկը իրանց զակած չի տվել։ Ջիվանը։ Ինքը ասում է, որ չէ, ու ես իրան հավատում եմ։ Այդ դեպքում տարօրինակ է այս ամենը։ Կամ էլ պատահականություն։ Չնայած ձեզանից ոչ մեկը դրան չի հավատում։ Շուտով կիմանանք։ Կներես ինձ։ Նորմալ է ամեն ինչ։ Ախպեր ամերը մի օր անցավ։ Մի շղորը կսեցին, որ կիլերները մեր մոտ են։ Կիլերներից մեկը մեր մոտ է։ Բայց ամեն ինչ շատ հանգիստ է։ Այդ հələ ոչինչ բան չի նշանակում լավ։ Նշանակում է ռազ։ Նշանակում է, որ այդ մարդիկ չափից ավելի խելացի են, որ մեր գցած խայծը կուլ տան։ Կամ էլ գիտեն, որ բլեֆ են անում։ Բայց որտեղից պետք է իմանան, որ բլեֆ են անում։ Իմիջայլուց այդ պլանի մասին գիտենք ես շախը մեկ էլ մոսուն, ուրիշ ոչ մեկ։ Պարտադիր չի, որ պատվիրատուն մեզանից իմանար։ Ինքը կարա շենքի դեմը կանգնած հանգիստ հետևեր ու տենար, որ քիլերներից ոչ ոք ողջ չի մնացել։ Հնարավոր է։ Մենք խաղ ենք խաղում, որի կանոնները նույնիսկ մեր համար պարզ չեն։ Դրա համար անընդհատ տանուլ ենք տալի։ Պետքա կլաններից մեկի դեմ պրովոկացիա սարքել, բապ, որ ներքաշվեն սկրվի մեջ։ Բայց այդ ինչ է տալու մեզ ռազ ջան։ Մեղվի փեթակը որ խառնենք, կստիպենք, որ իրանք ստիպված մեղավորներին վզից բռնեն ու բերեն մեր մոտ։ Պապ, պետքա վաբանք գնալ, ուրիշ տարբերակ չկա, էլ ժամանակ չունենք։ Դու ճիշտ ես, մենք ժամանակ չունենք։ Վաղը առավոտ սաղ քաղաքը պիտի կանգնի։ Ոչ մի հանցավոր գործարք չի կատարվելու։ Ոչ մի գրամ նարկոտիկ չի ծախվելու։ Ոչ մի բիզնես չի աշխատելու։ Ինչև ես տղուս տեղը չիմանամ։ Ավո ջան, ախր, այտենց հնարավոր չի ցավը տանեմ, քաղաքը կանգնացնենք, գործարքները կանգնացնենք, քաոս է ստեղծվելու։ Մեր մարդիկ մեր դեմ են դուրս գալու ախպերս։ Այդ ինչ որ դու մտածում ես ծրագրել ես, կարող է հակառակ էֆեկտ ստանա, ցավը տանեմ։ Հասկանում եմ, ռիսկը մեծ է, բայց հիմա դա է միակ հնարավոր տարբերակը, որ բոլորը ուզենան ժամ առաջ գտնեն մեղավորին։ Միակ հարցն է նա, որ կարաք այդ կազմակերպեք, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։ Բարդ է, բայց կանենք։ Կողքից պետք է նոր մարդիկ ներգրավենք։ Մենք էլ ձեզ մարդիկ կտանք։ 30-40 հոգի մեր կողմից։ Դու տղեկ խնդիրը մարդկանց քանակի մեջ, որակի մեջ անախ առաջին է։ Երկրորդն էլ ավո ջան, կարող է այն ինչ մտածել ես տապալ, կարող է հակառակ էֆեկտ ունեն ախպեր։ Կարա, բայց մենք մարդկանց փաստի առաջ չենք կանգնեցնի։ Աբակի սաղին, ես բոլորի հետ խոսամ ու կբացատրեմ։ Ով հասկացավ, ով չհասկացավ, ուրեմն կռիվն անխուսափելի է։
Բան չունես ինձ ասելու, Վիգեն։ Ինչ։ Ոչ մեկը ձեզ նման չեք։ Գերին անընդհատ ինձ ցելում է։ Տանը լարված վիճակ է։ Իմ ներկայությամբ ոչ մի բան չի խոսում։ Չեք վստահում ինձ։ Ես դու ոնց ես մտածում։ Չգիտեմ, դու ինձ ասա։ Հա, հարց կա։ Բայց քեզ չենք ասում ոչ թե նրա համար, որ չենք վստահում, այլ ուղղակի ուզում ենք չխառնվես այդ թեմային։ Ես մորական կողմից Կազիմյանը։ Ու քո տան պրոբլեմը իմ պրոբլեմն է։ Ես կարամ օգնեմ։ Մենակ ոչ ես հարցում։ Ամեն ինչ այդքան բարդ է։ Հա, ամեն ինչ շատ բարդ է։ Հա, լուծելի հարցեր չկա։ Ես էլ տենց գիտեի, բայց դա լավ քեզ կասեմ, ուղղակի հիմա որ մեկ էդ չկիսում կարող է սիրտս կանգնի։ Ասա ու շատ էլ լսում եմ։ Խոսքը Ավոյի տողու մասին է։ Փոքրի, որ հիմա կորել է։ Եթե չեմ սխալվում, անունը Դավո էր։ Անունը Դավո էր, բայց Դավոն չի կորել։ Հա, սաղ քաղաքը դրանից է խոսում։ Մոսկվայում էլ են կուրսի։ Կուրսի են, որտև չգիտեն իրականում ինչ է եղել։ Իսկ ինչ է եղել իրականում։ Սկզբում ես Դավոյին մեկ էլ լորդի աղջկան գցեցի ավտոյի տակ։ Հետո Դավոյին փախցրեցի, որ հասկանամ ինչ առնում է թեմանը։ Մի քանի օր առաջ էլ սպանեցինք։ Ինչի սպանեցիք։ Եթե երկու օրից այդ ապրանքի փողը չեղավ, քո վզով է մնալու։ Եղավ սերով։ Ցավոտ տանեմ, փախած է այդ ուռոդը։ Դաժե տնեցիք չգիտեն ուրա։ Փախածա մանեք եք գտեք արա։ Փոքր քաղաքում ենք ապրում, Նյու Յորքում չեք ապրում։ Գնա գործերովդ։ Վարյոր Սերգոյյան, ուրախ եմ, որ ազատվել ես։ Ապրես։ Վարյոր, արևախտ բիլչեմ։ Իդեի, որ ազատվել ես, Սեմ ասեց, դաղիքով կհավաքվենք մի լավ կնշենք։ Այն ոտով եկել եմ, որ տեն ասել է։ Դու միշտ էլ գլխիս վրա տեղ ունես, ցավ տանը, նստի ապրես։ Մի հատ ինչ հյուրասիրեմ աղբորս, ասեմ, մեր տնական լամաջոյից դնեն։ Քո լամաջոյից չէ հրաժարվի։ Աննա ջան։ Ես լամաջոյով դες թանով բանով էլ ինենց։ Զբերեմ։ Գործերը ոնց են։ Լավ են ասում փառք, չեմ բողոքում։ Ամել ասեմ, որ ալուրի պարճաները ավելացրել ենք։ Կուրսի եմ, ու գոհ եմ քեզանից, որ իմ բացակայության ընթացքում կիքսեր չես տվել։ Շնորհակալ եմ աղբեր ջան։ Գործով եմ եկել մոտդ։ Ասա ինչա պետք անել։ Ձեր լամաջան։ Թանրացնեմ, թե կլցնեմ։ Կլցնենք։ Քանի տակ հարի ուտենք, հետո գործերից կխոսենք։ Ողջն պատմությունը է սա։ Ուզում էիր իմանայիր իմացար։ Այժմ չգիտեմ ինչ ասեմ։ Ասելու բան չկա, կոնկրետ քաքի մեջ ենք։ Ու ես են հարցրից է, որ լուծում չունի։ Միակ լուծումը այն է, որ Ավոն տեղյակ չլինի այս ամեն ինչից։ Հա։ Ես էլ էի տենց մտածում։ Բայց դա այդ ինֆորմացիան վաղ թե ուշ մեկը հասցնելու է։ Ժամանակի հարցը։ Ախր ես այս խնդիրը լուծել էի,
պայմանավորվել էի Դավոյի հետ։ Մի քիչ Ավոյի ու Ռազի հետ խփոցի կլներ, բայց ամեն դեպքում կդզվեց ախ։ Այն էլ մաման ամեն ինչ փչացրեց։ Եղած է, ավի։ Անիմաստը դրա մասին մտածել է։ Հիմա էլ ուզում են լորդի աղջկան սպանեն։ Մտածում են կարող է ինձ տեսած էլ։ Իսկ եթե տեսած եղավ։ Ես հասկանում եմ մեղքի զգացում ունես, բայց հիմա վտանգը շատ ռեալ է։ Ու պետք չի ռիսկի գնալ։ Ու բացի դրանից մեր միակ պրոբլեմի հիմա այդ չի։ Այլ Ավոյի ու Ռազի վրա կատարած մահափորձը։ Չգիտեմ։ Մենք սաղ տարբերակները քննարկել ենք, վերլուծել ենք, բայց չեմ հասկանում ով կարա եղած լինի բացի մեզնից։ Իսկ եթե տենց բան չի եղել, կամ էլ եղել է, բայց հիմա կիլլերը էլ կենթանի չի։ Ուզում ես ասես մուտի տան արել, որ տնանով ախլվել եմ։ Հա, հնարավոր տարբերակ չի։ Կեսուրա դարել ձենձուն չկա։ Ոչ մեկին չի խփել, ու մենք էլ տեղյակ չենք, որ տենց բան է եղել։ Նա ճիշտ ես ասում։ Հիմա արդեն պետք է իմացած լինեին։ Եթե մինչև առավոտ ձենը չլսենք, ուրեմն բլեֆ է։ Հագև, Ուր ես, Սոն։ գործի, բայց հեսա դուրս եմ գալիս։ Չէ, սպասի մի գնա, մի ժամից մոտդ կլինեմ։ Բանա պատահել։ Հա, կգամ կասեմ։ Լավ, մարի սպասում եմ։ Հա, Լիլիթ։ Սեթոն։ Թող ներս գա։ Բարև Սոնաչ։ Սա քեզ։ Շնորհակալ եմ իհարկե։ Ինչ որ առիթ կա։ Չէ, պարզապես անցնում էի օֆիսիդ կողքով, մտածեցի կամ տեսնեմ ոնց ես։ Լավ ես արել, որ եկել ես։ Նստի հիմա կասեմ սուրճ կբերեմ։ Առաջարկում եմ դուրս սրճենք։ Դե նկատի ունեմ սրճարան կամ ռեստորան։ Պարզա հիմա ամեն ինչ։ Սոնա, ես իրականում ռոմանտիկ մարդ չեմ։ Ու չգիտեմ գեղեցիկ սիրո խոստովանությունների ձևը։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ խելագարի պես սիրում եմ քեզ։ Ու քո սիրուն արժանանալու համար պատրաստ եմ ամեն ինչ։ Երբվանից ես դու ինձ սիրահարված։ Այն պահից սկսած, երբ առաջին անգամ քեզ տեսա։ Այսինքն 5 տարի։ Հա։ Դու 5 տարի լռել ես։ Անգամ փոքրիկ ուշադրության նշաններ ցույց չես տվել, որ հասկանամ, թե անտարբեր չես իմ հանդեպ։ Հիմա եկել ես ու անսպասելի սեր ես խոստովանում։